Եկա հասա, մար Հայաստան, էստեղ օդը մաքուր է, չեք պատկերացնել, ինչքան մաքուր է օդը, համեմատած քաղաքի, փոշուց կտրվելու համար պետք է անպայման գաս էստեղ մար Հայաստան, թեկուզ մի 10 րոպե ժամանակ գտնես ու նստես, էս հիասքանչ եղևնիների տակ, նույնիսկ այս սև շներն արդեն ընկերացել են, հենց տեսնում եմ, որ գալիս եմ, գալիս կողքը բոլորս պտտվում են, իրենք էլ զրուցելու կարիք ունեն, շփվելու կարիք ունեն, որ ասում են, կենտամին բան չի հասկանում, չէ, սուտ է, լավ էլ հասկանում է և ամենակարևորը տարբերում է չարը բարուց, ինչքան լավ է օդը էստեղ, բայց ավաղ ափսոսում եմ, այսօր էլ վաղտս չբերեց, եղանակը նորից փոխվեց, այ տեսնում եք, քամին ելավ, մար Հայաստանի վրա ամպերը եկան ու կուտակվեցին, ինչպես սև բերդի վրա, աչքիս երևի կարկուտ է գալու, չէ, էլի բախտս չբերավ, ակամա միտս եկավ մեր բամբիղ անսամբլի ղեկավարի Ջակի խոսքերը, իրեն որ հարցնում են, թե Գյումրիում եղանակը ոնց է, միսկսե թե 8 ամիսը ձմեռ է, այն 4 ամիսը պարվի ուլերը, բայց մի արդեն սա փոխվել է, 10 ամիսը ձմեռ է, այն 2 ամիսն է պարվի ուլերն է, եկանք հասանք հունիս ամիս, տնաշենը չտակցանք, սպես է խայտարագություն կերնի, ինչս եմ ժողովուրդ ճոպան չկա, վերևից ինչ եկեվար, որ վարը չի դիմացել, բան չկա, ելնի մեր տան, կամացից ելնի մեր տան տուն, քանի կարգուտ չի եկե կամ անձերև, հակառակի պես զոնտիկը չվերցերի այսօր, տնից դուսոր կելնիս, 3 շոր բդի վերցնես, առավոտ ցուրտ է, ճաշին քիչեմ գտակցնի, իրգուն ժամը 5-ից հետո թետել է սարի տար, ջեբերդ քար բդի կծես ու կամին չքեշե տանի, հետո ելնի մեր տան ժողովուրդ ջան, լավ եղեք, ես ձեր հուրբան նեղնեմ, կապ չունի իմ հայ ժողովուրդ, երկիր մոլորակի որ ծայրում էր կամրիկ, ես ձեզի հուրբան նեղնեմ, սիրեք մեկ ու հարգեք, հայը բդի միշտ հային հարգե ու օգնության ձեռք մեկնե, ես գնացի, հուրբան ձեզի, լավ մնացեք,